Ողջույն ձեզ։ Հեռուստադիտողը հարցնում է, որ յուրաքանչյուրիս առաքելությունն է լինել կատարյալ, ինչպես որ Քրիստոս է մեզ պատգամում։ Եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Բայց մենք գիտենք, որ մարդուն դա տրված չէ։ Այս դեպքում ստացվում է այնպես, որ մարդը հույս չունի փրկության։ Արդյոք ճիշտ է այս մոտեցումը կամ այս պատկերացումը։ Իհարկե սխալ է այսպես մտածել, որովհետև մենք կարդում ենք ավետարանի մի մասը, բայց որպեսզի մեզ բացահայտվի եւ մենք կարողանանք պատկերացում կազմել մեր փրկության հնարավորության մասին եւ թե ինչպես կարող է մարդը փրկվել ըստ ավետարանական ճշմարտությունների, մենք պիտի ավետարանը նայենք իր ամբողջության մեջ։ Այո, ավետարանում կան այնպիսի դրվագներ, որոնք շատ խիստ են եւ այնպիսի պատգամներ ու պատվիրաններ, որոնք իրապես շատ խիստ են հնչում։ Բայց եւ Քրիստոս բավականին խստացրեց այն 5 կտակարանյան օրենքները, որոնք մոսիսական օրենքի մեջ են արտացոլված եւ Քրիստոս խստացնելով այդ օրենքները կարծես թե մեզ համար դարձրեց անլուծելի մի խնդիր դրանք իրականացնելը։ Բայց բնականաբար մենք հակված չենք մտածելու, որ Քրիստոսի առաքելությունը հենց այդ էր՝ մեր գործը դժվարացնել, որպեսզի մենք շատ ավելի դժվարությամբ փրկվեինք։ Պարզապես մենք երբ որ նայում ենք մեր անկարողությանը, ինչքան անզոր է մարդը իր տկարությունների, իր թերահավատության մեջ, եւ նայում ենք այն չափանիշին, որը տալիս է մեզ Քրիստոս ավետարանում, իբրև քրիստոնյայի, իբրև հավատացյալի եւ իրեն հետևորդի, մենք ընդամենը տեսնում ենք մեր եւ Աստծո միջև եղած այդ անջրպետը, տեսնում ենք, թե ինչքան հեռու ենք մենք կատարելությունից։ Եվ իրականում այդպես է, մարդը ինչքան ձգտում է կատարելության, այնքան ավելի ընդգծվում է իր կատարելությունից հեռու լինելու հանգամանքը։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք սովորաբար ընկճվում ենք եւ այդ պատկերը տեսնելիս սովորաբար մենք մեր զենքերը վայր ենք դնում, մտածելով, որ միևնույնն է անզոր ենք, մի մեղք ավել կամ պակաս, եթե պիտի գործենք, որն է տարբերությունը, մանավանդ երբ որ գիտենք, որ եթե մեղավոր ենք, պիտի դատապարտվենք։ Բայց սա մեր մարդկային վերլուծություններն են, պատկերացումներն են։ Եթե մենք շատ ուշադիր ենք կարդում ավետարանը, մենք տեսնում ենք, որ Քրիստոս ոչ թե մեր խնդիրը դժվարացրեց, այլ բոլորովին ուրիշ բան արեց։ Հրեաները ունեին տասնաբանյա պատվիրանները 5 կտակարանում, որտեղ շատ հստակորեն գրված է. մի շնացիր, մի գողացիր, սուտ մի վկայիր եւ այլն։ Եվ մարդկանց համար կարծես թե եւ այսօրվա մեր պատկերացումներով կարծես թե այդքան էլ դժվար չէր համեմատաբար այն օրենքների ու պատվիրանների, որը տվեց մեզ Քրիստոս, այդքան էլ դժվար չէր այդ պատվիրանները պահել։ Պարզապես պիտի չանել այս կամ այն եւ կամ անել այս կամ այն։ Այն դեպքում, երբ որ փարիսեցիները, հրեաները փորձում էին այդ տասնաբանյա պատվիրանները շրջանցել եւ հորինել էին տարբեր ավանդույթներ, տարբեր նոր օրենքներ, որոնցով անընդհատ ինչ որ պատվիրաններ իրենք փորձում էին շրջանցել իրենց արդարացնելու համար։ Մենք մոռանում ենք ամենակարևոր ճշմարտությունը մեր կյանքում, որ մենք մեզ չէ որ պիտի արդարացնենք, այլ Աստված է որ պիտի մեզ արդարացնի։ Երբևէ տեսել եք, որ հավատացյալը զղջում է, ապաշխարում է, գիտակցում է իր մեղքերը, բայց չի կարողանում ինքը իրեն ներել։ Սա շատ տարածված երևույթ է եւ շատ վտանգավոր երևույթ է, որովհետեւ այս դեպքում մարդը առաջնորդվում է իր իսկ սեփական արդարության լույսով կամ արդարության պատկերացումով։ Իրականում շատ ավելի դժվար ենք մենք մեզ ներում, քան թե Աստված մեզ կարող է ներել։ Բայց մենք պիտի հիշենք, որ մեր արդարությունը չէ, որ պիտի մեզ դատի, այլ Քրիստոսի արդարությամբ է, որ մենք պիտի դատվենք։ Իսկ սա բոլորովին ուրիշ պատկեր է եւ սա ուրիշ իրողություն է։ Մանավանդ երբ որ մենք այս լույսի ներքո ենք նայում։ Իրականում, երբ որ մենք խոսում ենք աստվածային պատվիրաններից, որոնք հաստատեց Քրիստոս, բավականին բարդ խնդիր է մեր առաջ դրված։ Օրինակ, երբ որ
Քրիստոս մեզ սովորեցրեց, որպեսզի մենք լինենք կատարյալ, բայց այդ կատարելության հասնելու համար մեզ Քրիստոս սովորեցրեց նաև, որ մենք պիտի սիրենք մեր թշնամուն, ինչը գրեթե այսօր անհնար է մեզ թվում։ Եվ տեսականորեն եւ գործնականում, կարծես թե անհնար է, սա անլուծելի խնդիր է շատ հաճախ մարդկանց համար։ Մեկ ուրիշ դեպքում, երբ որ հարուստ երիտասարդը ուզեց գտնել ճանապարհը կատարելության հասնելու, Քրիստոս ասեց վաճառիր ունեցվածքդ եւ տուր աղքատներին։ Սա էլ կարծես թե լուրջ անլուծելի խնդիր է յուրաքանչյուրիս առաջ դրված։ Եվ այլ դեպքում Քրիստոս կատարելության հասնելու համար մեզ սովորեցրեց սիրել այնպես, ինչպես ինքը մեզ սիրեց։ Սա էլ բավականին բարդ խնդիր է մեր առաջ դրված։ Լեռան քարոզը հիշենք, որտեղ որ Քրիստոս շատ հստակ մեզ պատգամներ է տալիս, ասելով, որ հին ուխտում գրված է մի շնացիր, բայց ես ձեզ ասում եմ, թե նույնիսկ մտքովդ անցնի, արդեն իսկ այդ մեղքի մեջ ես։ Եվ կարծես թե Քրիստոս ավելի ու ավելի խստացրեց այս օրենքները եւ դրանով հանդերձ մեզ համար դարձավ կարծես թե մեզ համար դարձավ այդ օրենքը եւ կամ օրենքները մեզ համար դարձան անիրագործելի։ Բայց եթե մենք մի քիչ ավելի մեր տեսադաշտը լայնացնում ենք եւ ավետարանական ճշմարտությունները ամբողջության մեջ ենք նայում, հասկանում ենք եւ տեսնում ենք, որ Քրիստոսի նպատակը մեր խնդիրը դժվարացնելը չէր։ Քրիստոս մեզ ասեց եղեք կատարյալ, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ։ Բայց ինչպիսին է երկնավոր հայրը։ Մենք պիտի իմանանք, թե ինչպիսին է երկնավոր հայրը։ Այլապես ինչպես պիտի նմանվենք մեր երկնավոր հորը, կամ ինչպիսին է այդ կատարելությունը։ Եվ դրա համար Քրիստոս մասնավորաբար լեռան քարոզի պարագային եւ առհասարակ ավետարանական պատվիրանների ու ճշմարտությունների մեջ անընդհատ փորձեց մեզ այդ պատվիրաններով բացահայտել ինչպիսին է Աստված։ Քրիստոսի նպատակը մեր խնդիրը դժվարացնելը չէր, այլ Աստծուն մեզ բացահայտելն էր։ Երբ որ Քրիստոս ասում է սիրեք ձեր թշնամիներին, ինքը դրանով մեզ ուզում է սովորեցնել, որ Աստված այդպիսին է։ Երբ որ ամբողջ ունեցածը ասում է տվեք աղքատներին, ինքը մեզ ուզեց սովորեցնել, որ Քրիստոս այդպիսին է, Աստված այդպիսին է, եւ իր միածին որդուն տվեց ամբողջությամբ աշխարհի փրկության համար, ոչինչ չպահելով իրեն եւ ոչինչ չխնայելով մեր փրկության համար։ Երբ որ Քրիստոս ասում է սիրեք միմյանց, դրանով ցույց է տալիս, թե ինչպես է Աստված անմնացորդ կերպով սիրում մեզ յուրաքանչյուրիս։ Իր անձրևը տեղացնում է բոլորի վրա հավասարապես եւ արդարների եւ մեղավորների, որ Աստված տարբերություն չի դնում մարդկանց մեջ։ Քրիստոս պարզապես այս պատվիրաններով փորձեց մեզ ցույց տալ, թե ինչպիսին է Աստված։ Եվ սա շատ կարևոր մի իրողություն է յուրաքանչյուրիս, եթե իրապես մենք ուզում ենք ճանաչել Աստծուն, որովհետև եթե մեր նպատակը կատարելության հասնելն է, մեր նպատակը փրկվելն է, մենք պիտի հասկանանք ում ենք նմանվելու եւ նա ում մենք պիտի նմանվենք, ինչպիսին է։ Հետևաբար ավետարանում երբեք չկա այսպիսի մի իրողություն, որ եթե մեկ անգամ մեղք գործեցիր, դու միանշանակ դատապարտված ես, կամ եթե այսքան մեղք գործեցիր, ուրեմն միանշանակ դատապարտված ես։ Ավետարանը ընդհակառակը մեզ տալիս է այդ խիստ պատվիրանների հետ զուգահեռ ավետարանը մեզ տալիս է ապաշխարության խորհուրդը, զղջումի եւ ապաշխարության խորհուրդը։ Եվ Քրիստոս մեզ սովորեցրեց նորից Աստվածային սերը մեզ բացահայտելով։ Երբ որ Քրիստոսին հարցրեցին, թե մեր եղբորը քանի անգամ պիտի ներենք, Քրիստոս պատասխանեց, որ անverջ միշտ պետք է ներել։ Քանի անգամ քո եղբայրը զղջա, ապաշխարի, այնքան անգամ դու պիտի ներես, որովհետև այսպիսին է Աստված։ Ուրեմն սա նաև շատ կարևոր իրողություն է մեզ համար, որpիսի մենք հասկանանք, որ Աստված մեր անզորությանը չէ, որ նայում է։ Աստված գիտի, որ մենք շատ անզոր ենք, շատ հարցերում տկարանք, թերանում ենք, թերահավատ ենք, ամուր չենք մեր հավատքի եւ մեր սկզբունքների մեջ, բայց Աստված գնահատում է մեր ձգտումը կատարելության հասնելու։ Եվ սա է այն կարևոր հանգրվանը, որով մենք պիտի հույս ունենանք, որ մենք պիտի արժանանանք փրկության։ Ոչ թե մեր կատարած պատվիրանների իրականացրած բարի գործերի քանակն է որոշում, այլ այն որակը, որով որ մենք ապրում ենք, այն ձգտումը, որով մենք ուզում ենք իրապես լինել կատարյալ, ձգտում ենք նմանվել Աստծուն եւ ձգտում ենք նմանվել Քրիստոսին։ Հետևաբար մեր անզորությունը չէ, որ պայման է հոգևոր մեր կյանքում
այլ այն, ինչ որ մենք կարող ենք անել, որովհետև սխալ է մտածել այսպես. ես չեմ կարող, ուրեմն ոչինչ չեմ անի։ Գուցե մենք շատ բան չենք կարող անել, բայց անենք այն, ինչ որ կարող ենք, անենք անկեղծորեն, սիրով եւ վստահ լինելով, որ քանի անգամ որ մենք զղջանք եւ ապաշխարենք, անկեղծորեն դա անենք, Աստված միևնույն է մեզ կների։ Եվ Աստծո ողորմությունը եւ Աստծո արդարությունն է, որ մեզ դատելու է եւ մեզ մաքրելու է ամեն տեսակ անկարողություններից ու մեղքերից։ Եվ մեր հույսը սա է։ Թեև մենք շատ ու շատ տկարություններ ունենք, շատ ու շատ մեղքեր ենք գործում, բայց մենք ի վիճակի ենք նաև բարի գործեր կատարելու, մենք ի վիճակի ենք գիտակցելու եւ մեր կյանքը փոխելու։ Եվ Քրիստոս հենց սրա վրա է շեշտը դնում, մանավանդ այդ խիստ պատվիրանները մեզ տալով։ Մենք ի վիճակի ենք մեր թշնամիներին սիրելու, աստվածային սիրով, աստվածային ողորմությամբ եւ Աստծո օրինակով, Աստծուն մեր մեջ ունենալով։ Եվ այն ինչ որ մենք չենք կարող, ասում է Քրիստոս, Աստծո համար հնարավոր է։ Այն ինչ որ մենք չենք կարող անել, Աստված կարող է անել։ Եվ դրա համար շատ կարևոր է Աստծո ներկայությունը ունենալու մեր կյանքում, որովհետև մարդուն տրված չէ օրինակի համար վերցնել եւ իր ամբողջ ունեցվածքը վաճառել ու բաժանել աղքատներին։ Մարդուն տրված չէ այսօր պարզապես վերցնել ու սիրել իր թշնամիներին, բայց մենք դրան կարող ենք հասնել, եթե Աստված կա մեր կյանքում, եթե մենք Աստծո ներկայությունը իրական ենք դարձնում մեր գործերի մեջ, մեր ընթացքի մեջ։ Հետևաբար մենք ունենք նաև այս պատգամը, թե ինչ որ մենք չենք կարող անել, Աստված կարող է անել։ Հետևաբար նման իրավիճակներում մեր անզորության մեջ շատ հաճախ մենք պիտի թույլ տանք, որ Աստված մեզ առաջնորդի եւ Աստված սրբագրի մեր կյանքը։